Վիճակներս վիճակել մեռնում էինք։ Տարեցների խնամքի կենտրոնում ողջ մնացածները հաշվում են հանգուցյալներին։ 1, 2, 3, մի 4-5 հոգի եղել է մահվան դեպքեր։ Մի հոգի մեռավ։ Մի 3 օր խեր մարդը գորած լավ չեմ, 4-5-րդ օրը եկավ սկորին, ասին ուշ արդեն։ Ինչու ուշ եկավ Կանչոտ չկար։ Իսկ մասնավոր այս հաստատությունը հույսի օջախ է կոչվում, որտեղ խոստանում են շուրջօրյա խնամք, խնամակալի ու բուժքրոջ, հոգեբանի, մշտական հոգատարություն եւ այս ամենը ամսական 120,000 դրամով։ Կարգ կանոն չի եղել, չի լինի ու երբեք։ Նուբարաշենի Արվարձանում գտանք լքված ու անխնամ մնացած մոտ 1 տասնյակ մարդկանց, մեծ մասը հոգեկան առողջության խնդիրներով։ Ես որ ասեմ, գիտեք ինչ, այսպես վատ է, այնի վատ է։ Դու գիտես մեծ ինչ կատարում է։ Չամիչ, գրիչ, սրիչ, կախիչ, մաքրիչ, ամեն ինչ։ 56-ամյա զրուցակիցը սամբուժելի հիվանդություն ունի։ Ռուսաստանում ապրող ընկերներն են ֆինանսապես աջակցել ու նա եկել է այս խնամքի կենտրոն։ Մտածել է, որ նորմալ կսնվի, բուժքույր կլինի, առողջական վիճակը հսկողության տակ կլինի, մաքուր կապրի։ Շատ լավ է, մի ամսվա մեջ մի անգամ եմ լողացել։ Ինչի համար, որ գազի փողը չի տվածվել, գազերը անջատել են։ Մաս կտրել, սափրվել, սրանք ոչ թե ընթացիկ հարցեր են, այլ ուղղակի մարտահրավեր, առանց այդ էլ ուժասպառ այս մարդկանց համար։ Դարել են կապակի։ Երկար մազերով, թրաշով։ Սնունդը 2 ձու առավոտ, ցերեկը հաց ու հաց, այսինքն փլավ ու հաց, մեկ սասիշկ էին տալի, պրազնիկից։ Հույսի օջախի տնօրենը տեղում չէր, պատմեցին, որ 2 շաբաթ առաջ իրավապահները տարել են նրան ու կալանավորել։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, քրեական գործը խնամքի հաստատության հետ կապ չունի։ Խնամքի կենտրոնում սակայն պատմեցին, որ այժմ իրավապահների ուշադրության տակ նաև այստեղ ստեղծված իրավիճակն է։ Ոստիկանությունից են եկել ու հարցուփորձ արել բնակիչներին ու միակ աշխատողին, խոհարարին։ Նա էլ հաստատեց, սնունդ կամ չի եղել, կամ շատ քիչ։ Սնունդի տեսակետից վատ է եղել, ես միշտ իրան նախատել եմ, ասել եմ մի քիչ շատ վեր, այդ չափերը քիչ է։ Տիկին Գայանեն պնդում է, ինքն էլ աշխատում է փող չստանալով, մոտ 15 հոգու ինքն ու դուստրն են խնամել, բժիշկ մշտական չկա, եթե պետք է եղել, կանչող չի գտնվել, մի պապիկ այդպես մահացավ վերջերս։ Փրփրտում էր հենց վատ, այն մարդը ասում է, այ ցավը տանը, մի հատ նյարդաբան բերեք, միգուցե դեղ կտա, այս մարդը կհանգստանա։ Հա, 5 շաբթի նյարդաբան կբերեմ, չորեքշը տենց, մինչև 5 շաբթին ու հատը շուտ եկա։ Իսկ խնամվողների հարազատները տեղյակ չէին ինչ վիճակ է։ Խոհարարն ասում է, բողոքներ եղել են, մի 3 հոգու եկան հետ տարան տուն։ Մեկը կար արձագանքեց, ասեց իմ հերը պտի լողանա, այս ինչ ան։ Խնամվողներից մեկն ասաց, որ այլ խնամքի տների համեմատ այստեղ էժան է, ահա թե ինչու բնակիչների պակաս չի եղել։ Հիմնականում հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ են, որ պայմաններից չեն դժգոհում հասկանալի պատճառով, իսկ գումարն ուշացողները հայտնվել են կամ դրսում կամ քնել են նստած։ Գնացել եմ դեսուդեն, որ փող հավաքեմ, իրան տալու համար։ Չի ստացվել, եկել եմ դուրը չեն բացել։ Դրան դեմն եմ կայլասկով նստած է։ Մայրապետի մեղքն է մեկը, որտեղ ցուրտ է։ Դուրը բացել եմ, բերել եմ նես։ Ու կրեսլոյի վրա քնել եմ գնամ 20 օր։ Ջերմություն ու հոգատարություն խոստացող խնամքի կենտրոնը երբևէ պետության դիտարկման ներքո հայտնվել է։ Այդ չափտան ինչ ստուգող մարմին։ Ով գար։ Ոչ մեկ չի եկել, երբեք։ Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները պիտի հետևեին, որ խնամքի ծառայություն մատուցող այս կենտրոնում իսկապես ծառայություն մատուցվեր, այնպես որ այդ խնամքը մարդկանց կյանքն ու առողջությունը չվտանգեր։ Չափորոշիչների հաստատումը եւ մեր կողմից վերահսկողությունը չի իրականացվում, որտեղ համապատասխան դեռ չի ավարտվել այդ գործընթացը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ասում է, սոցիալնախարարությունը պիտի հաստատի չափորոշիչները, մենք էլ գնանք ստուգենք, իսկ չափորոշիչները չկան։ Մինչև այդ կարող են ստուգման գնալ ըստ ահազանգի միայն։ Խնամքի կենտրոնների նկատմամբ այդպիսի նորմ կլինի չափորոշիչ, կլինի հանրային առողջապահական նորմատիվ հաստատված չկա։ Պետք է շատ քշենք, որ այս տարվա մրցումներին հասցնենք։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը ակտիվ սպորտով է զբաղվում։ Քաղաքացիական պայմանագրի ուրախ ավտոբուսի մշտական ուղևոր է։
Երկիրն ու այստեղ ապրողներին երջանիկ է ուզում տեսնել։ Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ։ Իսկ ինչու չկան չափորոշիչներ խնամքի կենտրոնների համար, երբ կլինեն։ Այս հարցերով դիմեցինք Արսեն Թորոսյանի խոսնակին, պատասխան չունենք։ Հովանավորներ եկան, ահագին ուտելիք բերեցին, ապրեն իրանք։ Վերջին օրերին մի քանի կարեկից մարդիկ լսելով, որ հույսի օջախում անհույս ու անխնամ մարդիկ կան, եկան, սնունդ բերեցին ու վարսավիր հրավիրեցին։